Լոռու մարզի Փոքրայրում գյուղում գտնվող Green Camp էկոգյուղական ու քաղաքացիական զբոսաշրջային կենտրոն եկող հյուրերին այսուհետ այսպիսի թեյ կհրամցնեն։ Յուրահատուկ այս թեյը նորություն են այս տարածաշրջանի համար։ Green Tea Pomp այսպես են անվանելու նոր թեյատեսակը, որը հենց այստեղ է արտադրվելու։ Այն իրենից ներկայացնում է ապակենման գունագեղ գնդեր, որի մեջ լցված են տարբեր խոտաբույսեր ու հատապտուղներ։ Թեյ բոմբերը պատրաստվում են իզոմալտից։ Իզոմալտը շաքարի փոխարինիչ է, որը ցուցված է նաև դիաբետ ունեցող մարդկանց կարող են օգտագործել։ Ինքը շատ աննշան քաղցրահամ է, սակայն իր մեջ շաքար չի պարունակում ընդհանրապես։ Այս պահին, որ սովորում են, ըստ ցանկությանը ինչ հատապտուղ կհամադրեն ուրցի նանայի հետ, սակայն հետագայում արտադրությունը սկսելուն պես լինելու են հատուկ համադրվող փնջեր, բնականաբար սերտիֆիկացված թեյախոտեր են լինելու համադրված չորամրգերի հետ։ Համային փունջը յուրօրինակ է այնքանով, որ յուրաքանչյուր թեյ կարելի է պատրաստել տարբեր համադրություններով, օրինակ ուրցնդաղցը ծիրանաչրով կամ սալորաչրով։ Խոտաբույսերի հետ կարելի է համադրել նաև այլ չոր հատապտուղներ, ազնիվամորի, ելակ եւ այլն։ Այդ համադրությունները ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար եւ որ կարեւորն է, աճում են այս տարածաշրջանում։ Ես ընդհանուր շատ եմ սիրում այդ երևույթը թեյ խմելու, այդ իմ համար մի հատ մեծ արվեստի նման բան է։ Ես որ գնում եմ մեր գյուղ, հիմնականում գնում եմ բարձրանում եմ սար, ուղղակի թեյ եմ հավաքում իմ տատիկի հետ, շատ եմ սիրում այդ ամեն ինչը, ու ես հիմնականում պատրաստում եմ տանը թեյեր, ճիշտ է մի քիչ հաջող չի ստացվում, որովհետև դեռ նոր եմ սկսել, նոր եմ փորձում, բայց ինձ շատ է հետաքրքիր, ու մեր Լոռին ունի այդ բնությունը, ունի թեյերի բոլոր այն եզակի համերը, որոնք որ ուրիշ շատ բարդ է գտնել ուրիշ տեղեր, մենք ունենք ու պետք է ուղղակի զարգացնենք։ Թեյերի առաջին փորձարարական պատրաստմանը մասնակցեցին Ալավերդի, Աղթալա, Փոքրայրում բնակավայրերի կանայք եւ երիտասարդներ, նաեւ Արցախից բռնի տեղահանվածներ, ովքեր սովորեցին թեյ բոմբեր թեյատեսակի արտադրության հմտությունները։ Արտադրությունը սկսելու դեպքում հենց նրանք էլ ցանկության դեպքում կներգրավեն թեյերի արտադրման գործընթացում։ Սիրով կփորձեմ։ Առաջին անգամն էր, ասեմ, որ շատ հետաքրքիր էր։ Ինձ թվում է, որ մեր տեղի բնակիչներին պետք է ավելի շատ հետաքրքրի, որովհետև այն ինչ որ կա, բոլորը իրանց շրջապատող հումքն է, ուրց, դաղց, նաև մասուր։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ոնց են դա պատրաստում, ինչու է հենց բոմբ թեյեր անունը։ Տանը կուզենամ իհարկե պատրաստեմ։ Երբևէ այսպիսի բան չէի փորձել, այս ամեն ինձ համար նոր էր, միայն ծանոթ էի հենց բուն թեյի պատրաստությանը։ Ես ինքս թեյի մեծ սիրահար եմ, քանզի սուրճ չեմ օգտագործում, փոխարինում եմ սուրճը թեյով, ու հետաքրքիր նրանով, որ նոր թեյի օգտագործման ձևեր բացահայտվեցին։ Օրինակ մենք սովորենք պակետիկներով լինի կամ օրինակ մուրաբայով պատրաստած տնական, բայց այս ավելի հետաքրքիր էր։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այս ծառայությունը ավելի գրավիչ կդարձնի ինչպես Green Camp-ը, այնպես էլ Փոքրայրում գյուղը եւ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար։ Այստեղ կգործեն թեյախմության եւ թեյերի վաճառքի ծառայություններ։ Աղթալայի ենթաշրջանը թեկուզ եւ ունի Աղթալայի վանքը, բայց Աղթալայի ենթաշրջանում զբոսաշրջությունը քիչ է զարգացած։ Մարդիկ գալիս են տուրիստները վանք, նայում են ու թողնում են տարածաշրջանը գնում եւ այս քեմփինգը, որ այստեղ ստեղծել ենք ժամանակին, նրա համար էր, որպեսզի խթանենք զարգացման նոր ճյուղ, զբոսաշրջությունը եւ Փոքրայրումը դառնում է այն տեղը, որտեղ որ մարդիկ զարգացնում են զբոսաշրջությունը։ Green Tea Pomp թեյատեսակի արտադրության համայնքային զարգացում սոցիալ-էկոլոգիական տնտեսության կառուցման միջոցով ծրագիրը իրականացնում է համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը Էկոպայուսակ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության Արամած սոցիալական տնտեսության եւ զբաղվածության զարգացում ծրագրի աջակցությամբ։ Նպատակը սոցիալական տնտեսության կառուցումն է, կանանց եւ խոցելի խմբերի դերի բարձրացումը եւ համայնքներում կայունություն բերելը։
ինչպես նաև հետագայում նախատեսում ենք, որ այդ թեյի հումքը մենք պետք է ստանանք այստեղ տարածաշրջանից, այսինքն համայնքի բնակիչները նաև տեղ ունենան, որտեղ կարողանան իրացնել տվյալ թեյը, այսինքն տվյալ բիզնեսի շրջանակներում, այսինքն նպատակը այն է, որպեսզի սոցիալական տնտեսության գաղափարախոսության մեջ, այսինքն բոլորը բոլորին պետք լինեն, հա, այսինքն եւ բոլորը իրենց սոցիալական վիճակը բարելավեն, իհարկե դա երկարատև process է, բայց սկիզբը դրվել է, որովհետև չկա ռազմավարական մոտեցում, իսկ ռազմավարական մոտեցումը ինքը չի ենթադրում, որ ինչ որ մեկը արթնացավ, պետք է այսինքն ինչ որ բան մտածի, չէ, ռազմավարական ուղղությունը դա հենց նաև տեղական իշխանության, հա, այսպես ասած, ուսումնասիրություններն են, դրված ռազմավարություններն են, օրինակ ասում են, եկեք մենք ձեզ աջակցենք այս գյուղում, այս զարգացնենք, մյուս գյուղում այն զարգացնենք, որպեսզի դա զարգանա։ Բայց կարծես այդպիսի մոտեցում չկա եւ այս պահին մենք փորձում ենք, հա, այսինքն փորձում ենք նման մի ծառայություն ավելացնել այս գյուղում եւ ազդարարել, որ այս գյուղում դուք կարող եք գալ եւ հատուկ հայկական թեյախոտերից եւ հայկական հատապտուղներից հատուկ թեյի տեսակ համտեսել։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի փոքր այրում գյուղից։